Դու երբևէ զգացել ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում, բայց ներսումդ սխալի զգացողություն կա։ Լավ աշխատանք, սմարթֆոնի վերջին մոդելը, հարյուրավոր ընկերներ, բայց երբ երեկոյան լույսն անջատում ես, մնում է միայն մի դատարկություն, որը չես կարողանում լցնել ոչ մի հավելվածով։ Մենք սովորել ենք թարմացնել մեր հեռախոսների ծրագրերը, բայց մոռացել ենք թարմացնել մեր հոգու օպերացիոն համակարգը։ Մեզ ասել են, որ երջանկությունը սպառման մեջ է, բայց մարդը միակ արարածն է, որը կարող է ունենալ ամեն ինչ և լինել դժբախտ։ Գիտես ինչու։ Որովհետև մենք միայն մի սոայուն չենք։ Մենք Wi-Fi-ի կարիք ունենք, որը միացված չէ երկրային ցանցին։ Հոգևորը կրոնական բարդ տերմիտները չեն։ Դա քո տուն վերադառնալու ճանապարհն է։ Այն պահն է, երբ դադարում ես լինել սպառող և դառնում ես արարչի պատկեր։ Պատկերացրու մի հին տաճար, որի դռները միշտ բաց են, բայց դու կողքով անցնում ես ականջակալներով։ Այդ տաճարը քո ներսում է։ Հոգևոր կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է քո եսի աղմուկը։ Լռիր օրական 10 րոպե, առանց հեռախոսի։ Լսիր քո շնչառությունը։ Դա քո կյանքի առաջին նվերն է։ Նայիր դիմացինիդ աչքերին ոչ թե որպես օբյեկտիվ, այլ որպես մի տիեզերքի, որը նույնպես փնտրում է սեր։ Խոսիր Աստծո հետ, ոչ թե գրքային բառերով, այլ այնպես, ինչպես կխոսեիր ամենամտերիմ ընկերոջդ հետ, ումից գաղտնիք չունես։ Աշխարհը քեզնից ուզում է քո ժամանակը, քո փողը և քո ուշադրությունը։ Դու ավելին ես, քան սոցցանցի էջը, Աստված պարզապես ուզում է քեզ։ Դու հավերժության մի մասնիկն ես, որը ժամանակավորապես բնակվում է այս մարմնի մեջ։ Մի վախեցիր լռությունից, այնտեղ է սկսվում իրական երկխոսությունը։